Ինչո՞վ Թուփակը ողջ է։ Այս հարցը գտել է բազմաթիվ արձագանքներ համացանցում։ Թուփակը համարվում է այն համաշխարհային աստղերից մեկը, որոնք վաղաժամ եւ առեղծվածային պայմաններում հեռանում են կյանքից, ինչը հիմք է տալիս երկրպագուներին կարծելու, որ իրենց սիրելի ստեղծագործողները պարզապես բեմադրում են այն ամենը, ինչը որ ներկայացվում է հանրությանը։ Նրանք փորձում են կենդանի մնալ, ապրել միայն իրենց երաժշտության միջոցով։ Թուփակի վրա հարձակումը տեղի է ունեցել հենց այս վայրում։ Այստեղ է կատարվել 20-րդ դարի ամենաաղմկահարույց եւ դեռևս ամբողջովին չբացահայտված հանցագործություններից մեկը։ 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Թուփակը ստացավ կյանքի հետ անհամատեղելի վիրավորում եւ մի քանի օր անց կյանքից հեռացավ Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկում։ Իրականում ինչ է տեղի ունեցել, որն է եղել 25-ամյա համաշխարհային ճանաչում ունեցող рэփերին կյանքից զրկելու իրական պատճառները։ Հաղորդման գործընկերն է Space-G ընկերությունը, որն առաջարկում է ժամանակակից վեբկայքերի պատրաստում եւ սպասարկում։ Space-G վստահեք փորձառու մասնագետներին։ Թուփակ Շակուրը ծնվել է 1971 թվականի հունիսի 16-ին Նյու Յորքի արևելյան Հարլեմում։ Թուփակի իրական անունն է Թուփակ Ամարու Շակուր, որը նստացել է ի պատիվ Պերուի վերջին ինկա կայսր Թուփակ Ամարու II-ի, ով պայքարել է ազատության եւ սոցիալական արդարության համար։ Ասում են, մարդու անունը որոշում է նրա ճակատագիրը։ Սա լավագույնս բնորոշում է Թուփակ Շակուրին, ով դառնում է իր ժամանակի ամենահայտնի գործիչներից մեկը, որը պայքարում էր հանուն ճշմարտության եւ ազատության։ Թուփակը արվեստի, գրականության ու փիլիսոփայության մեծ սիրահար էր։ Նա սովորել է Բալթիմորի արվեստների դպրոցում, զուգահեռաբար զբաղվել ինքնակրթությամբ, ձեռք բերելով բազմակողմանի զարգացվածություն, ինչը հետագայում դրսևորվեց նրա երգերում ու պոեզիայում։ Թուփակի ստեղծագործությունների առանցքում էին բռնության, աղքատության, ռասայական եւ սոցիալական անարդարության թեմաները։ Նա քարոզում էր անկախություն, ինքնադրսևորման ազատություն եւ արժանապատվության գիտակցում, կոչ անելով անարդարության դեմ պայքարել ոչ թե բռնի ուժի կիրառմամբ, այլ արվեստի միջոցով։ Հետագայում Թուփակի պատգամը կյանքի կոչվեց հենց իր ստեղծագործությունների միջոցով։ Օրինակ, Բարակ Օբամայի նախընտրական քարոզարշավի ընթացքում նրա համախոհ երիտասարդները հասարակական իրազեկման ժամանակ հնչեցնում էին Թուփակի երգերը, հատկապես Changes երգը, որտեղ մատնանշվում են նաև ռասայական խնդիրները։ Օբամայի հաղթանակից հետո երկրպագուները Թուփակի երգերի տակ թողնում էին մեկնաբանություններ, ափսոսանք հայտնելով, որ իրենց սիրելի հանճարը այդպես էլ ականատես չեղավ այդ պատմական իրադարձությանը։ Թուփակ Շակուրը պարզապես հաջողակ рэփեր չէր, ով գրանցել էր բազմաթիվ հաջողություններ ու ձեռք բերել համաշխարհային ճանաչում։ Նա համարվում էր ազատության երգիչ եւ նրա կարծիքով բառերը կարող էին փոխել աշխարհը։ Հենց այս սկզբունքն էր դրված Թուփակի ստեղծագործությունների հիմքում, որոնք դարձան համաշխարհային հիթեր եւ միլիոնավոր մարդկանց համար ներշնչանքի աղբյուր են մինչեւ այսօր։ Թուփակը ոչ միայն բարձրաձայնում էր բազմաթիվ խնդիրներ, այլև իր երգերի միջոցով տալիս էր դրանց լուծումները։ Թուփակ Շակուրը ոչ միայն рэփեր էր, այլև դերասան, բանաստեղծ, որը գրել էր ավելի քան 600 բանաստեղծություններ, որոնց մի մասը հետագայում տպագրվեց։ 2023 թվականին ուղիղ 27 տարի անց Լաս Վեգասի ոստիկանությունը հայտարարեց, որ Թուփակի գործը լիովին բացահայտված է եւ արդեն իսկա գործով մեղադրյալ եւ ձերբակալված անձ։ Այս հայտարարությանը անմիջապես հաջորդեց Թուփակի ընտանիքի անդամների արձագանքը, որոնք շնորհակալություն հայտնեցին տարիներ անց գործը վերաբացելու եւ արդարությունը փոքրինչ վերականգնելու համար, սակայն այս հայտարարություններում նրանք ոչ միայն կարևորում են, որ բացահայտվի հանցագործությունը կատարած անձը կամ հանցախումբը, այլև բացահայտվեն իրական դրդապատճառները։ Աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 11:15-ի սահմաններում, երբ Թուփակը իր ընկերոջ Շուգ Նայթի հետ մեքենայով կանգնած էր լուսացույցի տակ։ Ամեն ինչ տեղի է ունեցել շատ արագ ու հանկարծակի, ի տարբերություն հետաքննության ընթացքի, որը ձգձգվեց ավելի քան 2 տասնամյակ, մինչ օրս էլ մնալով առանց վերջնական դատավճռի։ Համաձայն հետաքննություն կատարող աղբյուրների գլխավոր կասկածյալներից էր Օրլանդո Անդերսոնը, որը դեպքից 2 տարի անց 1998 թվականին ունեցավ մոտավորապես նույն վախճանը, ինչ որ Թուփակը։ Օրլանդոյին Թուփակը նախկինում անձամբ չի ճանաչել։ Նրանց առաջին հանդիպումը եղել է դեպքից մի քանի ժամ առաջ MGM Grand հյուրանոցում, որտեղ Թուփակը գնացել էր դիտելու Թայսոնի բռնցքամարտը։ Բռնցքամարտի շոուից հետո Թուփակի ընկերներից մեկը նկատում է Օրլանդո Անդերսոնին, որը Թուփակի հակառակորդ խմբավորման Southside Crips-ի անդամ էր։ Նրանց միջև հյուրանոցի նախասրահում այդ օրը վեճ է ծագել, քանի որ Թուփակի ընկերը Trevor Lane-ը նկատելով Օրլանդոյին ասում է, որ դա այն մարդն է, ով իրեն օրեր առաջ կողոպտել է։ Թուփակն առաջ
առաջինն է մոտենում եւ հարվածում Օրլանդոյին, ինչից հետո սկսվում է մեծ ծեծկռտուք։ Այս միջադեպն ամբողջությամբ տեսաձայնագրվել է հյուրանոցի անվտանգության տեսախցիկներով։ 2023 թվականին Լաս Վեգասում ձերբակալվեց Դեյվիս Քեֆիդին, այդ ամենը կազմակերպելու մեղադրանքով, քանի որ նա տարբեր հարցազրույցներում եւ իր հեղինակած գրքում բացահայտ պատմում էր, որ ինքը նստած է եղել այն մեքենայում, որտեղից եղել է հարձակումը։ Նա ասել է, որ մեքենայում եղել է նաեւ իր զարմիկը Օրլանդո Անդերսոնը եւ եւս երկու մարդ։ Հանցագործությունը կատարել է Օրլանդոն, բայց Քեֆիդին նշում է, որ ինքն է եղել հրաման տվողը։ Այս ինքնախոստովանությունները, որոնք նա կատարել է դատական գործընթացից դուրս, այնուամենայնիվ դարձել են դատաքննության հիմնական ապացույցները։ Քեֆիդիի հանրային հայտարարություններից հետո Լաս Վեգասի ոստիկանությունը գործը վերաբացեց, ուսումնասիրելով 1996 թվականի նյութերը։ 2023 թվականի հուլիսին նրանք խուզարկեցին Քեֆիդիի տունը Հենդերսոն քաղաքում, որտեղ հայտնաբերվեցին նոր փաստաթղթեր, գրքեր եւ լուսանկարներ, որոնք առնչվում էին գործին։ Այդ ամենի հիման վրա դատարանը ներկայացրեց ձերբակալման միջնորդություն։ Նրան առաջադրվեց հանցավոր գործողության կազմակերպման եւ հարձակման նախաձեռնման մեղադրանք։ Ի դեպ, նա մեքենայում գտնված 4 անձանցից միակն էր, որ ողջ էր մնացել։ Դատական գործընթացը այսօր էլ շարունակվում է եւ վերջնական վճիռը դեռևս հրապարակված չէ։ Հայտնի է, որ ժամանակին Թուփակը հակամարտության մեջ է եղել նաև P. Diddy-ի հետ, որը տարիներ շարունակ եղել է հանրության կողմից ընդունված կասկածյալների թվում, սակայն պաշտոնական մեղադրանք նրան երբեք չի առաջադրվել։ Քեֆիդին իր տված ցուցմունքներում, ինչպես նաև իր գրած գրքում պնդում էր, որ P. Diddy-ն իրեն $1 միլիոն է խոստացել, եթե ինքը կարողանա ոչնչացնել Թուփակին եւ Շուգ Նայթին։ Թեև սա հնչել է որպես բացահայտ մեղադրանք, այնուամենայնիվ իրավապահները երբեք չեն կարողացել ապացուցել դրա իսկությունը։ Ինքը P. Diddy-ն ամբողջությամբ հերքել է այս պնդումները, դրանք համարելով սուտ եւ անհեթեթ։ Այսպիսով չկան կոնկրետ փաստական ապացույցներ։ Քեֆիդիի պատմածը միայն բանավոր համաձայնության մասին է, ինչը իրավական հիմք չունի, ուստի P. Diddy-ն երբեք իրավական պատասխանատվության չի ենթարկվել։ Ինչ վերաբերում է Շուգ Նայթին, ապա նա լինելով գործով միակ վկան, երբեք որևէ ցուցմունք չի տվել, ասելով. «Ես չեմ խոսի ոստիկանի հետ, ես փողոցից եմ»։ Նրա լռությունը եւ վերջին ամիսներին Թուփակի հետ ունեցած լարված հարաբերությունները հանրության կողմից արժանացան տարբեր քննադատությունների։ Հանրությունը Շուգ Նայթին նույնիսկ դասեց կասկածյալների շարքին։ Սակայն Շուգ Նայթը տարբեր ոչ իրավական հարցազրույցներում պնդեց, որ ինքը վարում էր մեքենան եւ ոչինչ չի տեսել։ Շուգ Նայթը օգտվեց ԱՄՆ սահմանադրությամբ ընդունված լռելու իրավունքից եւ երբեք չխոսեց գործը բացահայտելու ընթացքը ամբողջությամբ բարդացնելով։ Միայն տարիներ անց BBC-ին տված հարցազրույցում նա չբացառեց, որ իր եղբայր Թուփակը կարող է ողջ լինել։ Քանի որ հիվանդանոցում իրենց վերջին հանդիպման ժամանակ նա լավ է եղել եւ իրենք նույնիսկ կատակել են։ Իր հարցազրույցում Շուգ Նայթը ասում է. «Փակի դեպքում երբեք չես իմանա»։ Արդյոք Թուփակը ողջ է։ Այս հարցը գտել է բազմաթիվ արձագանքներ համացանցում։ Թուփակը համարվում է այն համաշխարհային աստղերից մեկը, որոնք վաղաժամ եւ առեղծվածային պայմաններում հեռանում են կյանքից, ինչը հիմք է տալիս երկրպագուներին կարծելու, որ իրենց սիրելի ստեղծագործողները պարզապես բեմադրում են այն ամենը, ինչը որ ներկայացվում է հանրությանը։ Նրանք փորձում են կենդանի մնալ, ապրել միայն իրենց երաժշտության միջոցով։ Չնայած պաշտոնական հայտարարությունները հավաստում են, որ Թուփակ Շաքուրը կյանքից հեռացել է 1996 թվականին, այնուամենայնիվ հազարավոր մարդիկ շարունակում են չհավատալ այդ ամենին, առաջ քաշելով հետևյալ հանգամանքները։ Նախ, ինչպես է հնարավոր, որ Լաս Վեգասի բանուկ փողոցներից մեկում տեղի ունեցած դեպքը բավարար հիմքեր ու ապացույցներ չէր պարունակում այդ մասշտաբի աղմկահարույց դեպքը կարճ ժամանակում բացահայտելու համար։ Բացի դրանից, Թուփակի հուղարկավորությունը կատարվեց չափազանց արագ, առանց բաց հանրային հրաժեշտի, իսկ դեպքից հետո լուսանկարներ երբեք չհրապարակվեցին։ Հաջորդ հանգամանքը բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել։ Հայտնի դեպքից հետո թողարկվել է ավելի քան 5 ալբոմ, որոնք ի դեպ գերազանցեցին նույնիսկ կենդանի ժամանակվա վաճառքները։ Մարդիկ պարզապես չեն կարողանում հավատալ, որ դրանք արխիվային ձայնագրություններ են, հատկապես որ դրանցում կան բազմաթիվ մարգարեական մտքեր, օրինակ այն մասին, որ Թուփակը երկար չի ապրելու։ Այս մասին հեղինակն ինքը մի անգամ ասել է նաև իր հարցազրույցներից մեկում. «Ես կարող եմ չապրել մինչև 30 տարի, բայց իմ խոսքը կապրի հավերժ»։ Իր վերջին ալբոմը Թուփակը թողարկել է Մաքավելի կեղծանունով նկատի ունենալով Նիկոլո Մաքավելիին, ով հեղինակն է այն մտքի, որ մարդը կարող է ձևացնել իր վախճանը իր թշնամիներից վրեժ լուծելու համար։ Երկրպագուներից շատերը կարծում են, որ իրենց սիրելի երգիչը հետևել է հենց այս գաղափարին։ Հաջորդ փաստարկը կապվում է 7 թվանշանի հետ։ Նրա վերջին ալբոմը կոչվում էր 7 օրվա տեսություն։ Առեղծվածային
Վերջին դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին։ Ինքը կյանքից հեռացել է դեպքի 7-րդ օրը։ Այս ամենի արդյունքում մարդիկ ձևավորել են 7 տարվա հարության տեսության վարկածը, համաձայն որի սիրված երգիչը պետք է վերադառնար 7 տարի անց, ինչը բնականաբար տեղի չունեցավ։ Եվ վերջում շատերը պնդում են, որ Թուփակին տեսել են տարբեր երկրներում՝ Կուբայում, Մալազիայում, Մեքսիկայում։ Հետագայում պարզվել է սակայն, որ այդ լուսանկարները կամ կեղծ են, կամ դրանցում բոլորովին այլ մարդիկ են, որոնք ունեն որոշակի նմանություն։ Ի վերջո, իր շատ երգերում Թուփակը խոսում էր վախճանի, փրկության ու վերածննդի մասին, ինչը շատերի համար դառնում է հավաստիացում այն բանի, որ նա նախապես էր ծրագրել իր անհետացումը։ Թուփակը պատմության մեջ մնաց ոչ թե որպես սոսկ երաժիշտ, այլ որպես պայքարի եւ ազատության խորհրդանիշ։ Երբ մարդկությունը կորցնում է այսպիսի կերպարների, հաճախ պարզապես չի ցանկանում հավատալ իր կորստին։ Այս հատվածը, որը Թուփակի երկրպագուները դարձրել են նրա հիշատակի անկյունը, գտնվում է Լաս Վեգասի սթրիփից մի փոքր հեռու։ Հաջորդ անգամ Լաս Վեգաս այցելելիս անպայման հիշեք, որ այս քաղաքը ոչ միայն լույսերի ու զվարճանքների քաղաք է, այլև նրա անունը կապվում է 20-րդ դարի համաշխարհային մեծություններից մեկի Թուփակ Շակուրի հայտնի դեպքի հետ։ Խորհուրդ եմ տալիս անպայման այցելել այս փողոցը, որը ի տարբերություն Վեգասի մնացած բոլոր փողոցների, մի տեսակ ավելի խորհրդավոր ու լուռ է։ Դեպ չմոռանաք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, քանի որ հետագայում անդրադառնալու եմ ել ավելի հետաքրքիր թեմաների։ Ձեզ հետ Մարիանան էր, մնացեք բարյավ, ցտեսություն։